Հարմար նստիր, թեյ վերցրու, քեզ հետ Գոհարն ու Անին են։ Մենք չենք բուժելու, ուղղակի խոսելու ենք հոգեբանության մասին, պարզ ու հասկանալի։ Նենց ոնց կխոսեիր ընկերներիդ հետ, բայց կլինի գիտահեն։ Սա ոնց ես պոդքասթն է հոգեկան առողջության մասին, որտեղ դու ընդունված ես նենց ոնց կաս։ Բարև ձեզ հետ Անին է։ Եվ Գոհարը։ Այսօր խոսելու ենք շատ նուրբ թեմայի մասին՝ մայրության։ Ինդ առաջ մայրության եւ գեղեցկության տոնին այսօր խոսելու ենք այն բաների մասին, որոնց մասին հաճախ լռում են, բայց հաստատ կարիք կա խոսելու։ Ուզում եմ սկզբից նշենք, որ այսօր պապաներին եւ տղամարդկանց չենք քննարկելու, այսօր խոսում ենք կոնկրետ կանանց, մայր կանանց մասին։ Սկզբից խոսենք այն մասին, որ մայրությունը մեր կյանքի փուլերից է, որին մենք գնում ենք գիտակցված, եւ որը իրենից ենթադրում է արդեն ադապտացիա կյանքի նոր փուլին, կյանքի փոփոխություններին, որը հաճախ բարդ է տրվում, մանավանդ երբ որ առաջին անգամ ես դառնում մայր եւ չգիտես քեզ ինչ է սպասվում։ Ու եթե մեզ հիմա մամաներ են նայում, ովքեր այդ փուլում են գտնվում, կուզեինք ասեինք, որ նորմալ այն ամեն ինչ որ ձեր հետ է կատարվում, որովհետև ենթադրում եմ, որ դուք ունենում եք տարբեր տեսակի մտքեր, որոնք ձեզ դուրս չեն գալիս, մեղքի զգացում եք ունենում, տարբեր էմոցիաներ եք ունենում, որոնց ապրելը ձեզ բավականին բարդ կարա լինի, ադապտացվելը բարդ կարա լինի։ Ուզում ենք ասենք, որ դուք մենակ չեք, ուղղակի այս մասին շատ քչերն են բարձրաձայնում, բայց շատ մեծ քանակի կանայք զգում են այն ամեն ինչ որ զգում եք դուք։ Առաջին հերթին քննարկենք կյանքի կտրուկ փոփոխությունը, որից հետո դու դառնում ես պատասխանատու այլ մարդու կյանքի համար, ինչը բավականին բարդ կարա քեզ տրվի, որովհետև մինչև այդ դու հիմնականում քո համար էիր պատասխանատու, իսկ հիմա դու ունես մեկին, ով կոնկրետ քեզնից է կախված, իր սնունդը, իր ապրելը, ամեն ինչը կախված է քեզնից, ու դա բավականին բարդ է։ Դա բարդ է, քանի որ կյանքի այդ փուլը քեզ համար նոր է, երեխայի համար էլ է նոր այս կյանքը առհասարակ, ու դուք միասին փորձում եք ադապտացվեք ու սովորեք ինքը կյանքին, դու կյանքի նոր փուլին, ու դա ինչքան էլ լինի գեղեցիկ շրջան կնոջ կյանքում, ամեն դեպքում դա չի հակասում նրան, որ կարա լինի դժվար ու կարա լինի տարբեր տեսակի էմոցիաներով լի, թե շատ բուռն, այսպես ասած դրական էմոցիաներով, թե շատ բուռն, այսպես ասած բացասական էմոցիաներով։ Փոխվում է կնոջ կյանքի ռեժիմը, մարմինն է փոխվում է նաև արժեհամակարգը, մի խոսքով լիքը ինչ-որ փոփոխություններ, որոնց պետք է ադապտացվել, գուցե թեորիապես օրինակ կինը դրա մասին իմանա, բայց միևնույն է արդեն պրակտիկայում, այսպես ասած, դա մի քիչ այլ ու նոր բանի մասին է։ Ու քանի որ փոփոխությունները շատ կտրուկ են ու բավականին մասշտաբային են, դրա համար մեզ ավելի երկար ժամանակ է պետք լինում ադապտացվելուն, բայց այդ երկար ժամանակը մենք այդքան շատ չունենք, որովհետև այդ ժամանակի ընթացքում ոնց որ կյանքը գնում է, դու պիտի ադապտացվես այդ process-ում լինելով, ինչը մեզ բարդ է տրվում։ Երկրորդ կետով քննարկենք հոգնածությունը։ Չքնելը, անդադ մեծ պատասխանատվությունը, վերականգնման ժամանակ չունենալը կամ առհասարակ կնոջ համար ինքը իր համար ժամանակ չունենալը բերում է բավականին մեծ ստրեսի եւ հանգեցնում են գերհոգնածության, եւ մենք կարող ենք սիրել մեր երեխաներին, բայց միևնույն ժամանակ լինել շատ հոգնած, process-ներից որևէ մեկը մյուսին չի հակասում։ Ու մի քիչ էլ խոսենք էմոցիաներից, որոնք չի կարելի, էմոցիաներ են, երբ որ դու մամա ես, դա լարվածությունն է, ցանկությունը մնալ մենակ, տխրության զգացումը, բարկությունը, միայնակության զգացումը, ափսոսանքը, մենք շատ տարբեր տեսակի էմոցիաներ կարող ենք ունենալ, որոնք սոցիումում համարվեն չի կարելի, եթե դու մամա ես տենց բան զգալ, ինչը շատ ցավալի է, որովհետև իրանք բնական են մեր էմոցիաները ու յուրաքանչյուր բան, ինչ որ դուք զգում եք, դա բնական է, դա խոսում է ձեր վիճակի մասին։ Այստեղ նաև կարևոր է հասկանալ, որ մենք երեխային խնամելիս բավականին մեծ ռեսուրս ենք ծախսում, կապ չունի այդ process-ը մեզ այդ պահին հաճելի է, թե հաճելի չի, ինչ հոգեվիճակում եք, ամեն դեպքում ծախսում է ռեսուրս, նաև չքնելու հաշվին ու մնացած բացերի հաշվին մենք շատ ռեսուրս ենք ծախսում, որը բարդ է վերականգնվում, ու այդ ռեսուրսները ծախսելու ու չվերականգնվելու կամ դանդաղ վերականգնվելու հետևանքով շատ բնական է, որ մենք ունենանք վերոհիշյալ էմոցիաները։ Ոստեղ մի կարևոր բան կուզեմ ասեմ, որ ինձ հիմա դժվար է միտքը ունենալը ավելի ֆունկցիոնալ կարա լինի մեր համար ու առողջ, քան ինքնաբեղադրական որոշակի ինչ-որ միտք պարունակող
մտքերը։ Հա, մեղքից գացում ունենալու այդ անվերջ փուլը չէ։ Ամեն ինչի հանդեպ։ Որ վատ մամա եմ կամ Մհմ։ հատկապես երբ որ հասարակությունն էլ բավականին պահանջկոտ է հատկապես մայրերի հանդեպ, ինչ որ շատ sense գեր բան, ուշադիր որ հանկարծ ինչ որ մի բան այն չզգա, այն չանի, այն չասի, Հա, դու սենց չես կարա, դու սենց դնենց չես Հա։ կարա, սենց մի արա, նենց մի արա, բա սենց դու է մեր ճիշտ։ ես, Հա, բա դու ինչ մեր ես։ շատ բարդ կարա լինի մեկ մեր սոցիումում մեր հետ, մանավանդ մեր հիմա այդ բառը ես կհիշեմ մի րոպե, խոցելի ժամանակ, մինչդեռ կարելի է աջակցել։ Այո, եւ խորհուրդներ չտալ, երբ որ մայրը այդ մասին չի հարցրել օրինակ, ինձ թվում է հատկապես այդ սկզբի շրջանում, երբ որ այդ լարվածությունը, բարկությունը բանը շատ կա, հոգնածությունը ու մի հատ է կողքից որ անդադ ասում են ոնց է ճիշտ, չգիտեմ, իրանց ժամանակ ոնց էին անում ու նորմալ մեծացել են երեխաները եւ այլն, մոռանալով որ մայրը նոր է, կարող ենք ուզում է իր ձևով եւ այլն։ Եվ մի խոսքով հա ինչ որ գարն ասում աջակցել, ավելի լավ է աջակցել։ Այս աջակցելուն էլ մենք դեռ կհասնենք։ Հաճախ մամաները ունենում են այն միտքը, որ իրենք էլ հինը չեն եւ սկսում են կարոտել իրենց այդ հին տեսակը, բայց այդ process-ը լիա ֆրուստրացիաներով եւ տրավմատիզացիաներով, քանի որ դա արդեն կյանքի նոր փուլ է։ Ու այստեղ կարևոր է փորձել գնալ այն ճանապարհով, որ ընդունել այն, որ հա, կյանքը փոխվել է, դա փաստ է, քո կյանքում կա արդեն մեկը, գուցե երկուսը, երեքը, որ դու իրենց կյանքի համար պատասխանատու ես ու քո կյանքը դու էլ այլևս այն հինը երբեք չեք լինելու, ու քեզ ուղղակի ժամանակ է պետք լինելու ադապտացվես այդ նոր փուլին ու ադապտացվելու ու ընդունելուց հետո գնաս այն ճանապարհով, որը քեզ համար համարում ես ավելի լավը, դա կլինի, չգիտեմ, ինչ որ արտաքին փոփոխություններ, ներքին փոփոխություններ, ուղղակի այստեղ կարևոր է այն ժամանակը, որը դու պիտի տաս քեզ ադապտացվել, հանգիստ ադապտացվելու կյանքի հետ կարևոր ու նոր փուլին։ Ու անդրադառնանք ամենակարևոր կետին աջակցումը։ Որակյալ աջակցումը լավագույն բանն է, որ կարելի է անել կնոջ համար այդ փուլում։ Նենց ոնց հենց իրան է պետք, օրինակ կարելի է հարցնել, թե իրան ինչ ձևի աջակցություն է պետք այդ պահին եւ ցուցաբերել հենց դա եւ ոչ թե ինչ որ այլ բան, որը ձեզ ավելի ճիշտ է, քանի որ հենց այն ձևը աջակցության, որը կասի կինը, որ իրան պետք է այդ պահին, դա կլինի իր համար ավելի ճիշտ ու ավելի հարմար այդ փուլում։ Չքննադատել ու մեր աշխարհայացքից չմեկնաբանել իր ճանապարհը, այլ ուղղակի աջակցել իրան, լինել իր կողքին, սիրել, գնահատել իրան, որպեսզի փորձենք դարձնենք կնոջ կյանքի այդ փուլը ավելի հարմար ու ավելի հարմար նենց ոնց իրան է հարմար։ Եվ իհարկե գոյություն ունի հետծննդաբերական դիպրեսիա ասվածը, որը որ հաստատ վստահ եմ շատերդ լսել եք, բայց քչերը գիտեն թե այդ ոնց է արտահայտվում, ինչ է իրանից ներկայացնում, կուզեմ ասեմ, որ ոնց որ ինքը հենց դեպրեսիան է, ուղղակի լինած ծննդաբերությունից հետո ու հաճախ կնոջը շատ ավելի բարդ է լինում այդ փուլում ու այստեղ կարևոր է ինքներս մեր հանդեպ ավելի ուշադիր լինենք կամ շրջապատի մարդիկ ավելի ուշադիր լինեն այդ կնոջ հանդեպ, որպեսզի նկատեն այդ սիմպտոմատիկան։ Մի քանի բան կասեմ, բայց եթե նկատում եք, որ ձեզ ոնց որ թե շատ ավելի դժվար է, քան մնացած կանանց, ում դուք ճանաչում եք կամ ճանաչել եք ձեր կյանքի ընթացքում, հա, մայրության ժամանակ, կարիք կա դիմելու մասնագետի, որովհետև այդ այն բանը չի, որ մենք կարողանանք միայնակ դրա մեջով անցնենք, մեզ անհրաժեշտ է աջակցություն, մասնագետի միջամտություն, որպեսզի մեր կյանքի որակը ավելի լավանա, որովհետև դա բավականին բարդ է։ Օրինակ, եթե դուք ունենում եք հաճույքի զգացման կորուստ, տխրություն, զգացողություն, որ ոնց որ դատարկ լինի ձեր մեջ, իմաստի կորուստ, ունենում եք մեղքի զգացում, որը շատ հաճախ է լինում, տագնապի զգացում եք ունենում հաճախ երեխայի նկատմամբ, առհասարակ, կամ չեք ունենում բացարձակ ոչ մի տեսակի էմոցիա, երեխան ոնց որ մի տեսակ չընկալեք որպես ձեր երեխա, դերեալիզացիա եք ունենում, մի խոսքով, եթե ձեր հետ նենց բաներ է լինում, որոնք որ մինչև այդ չէին եղել, ու ձեզ թվում է դա տարօրինակ, ու դա տևում է 2 շաբաթ եւ ավել, պարտադիր դիմեք մասնագետի, որովհետեւ դրա լուծման ճանապարհը
մասնագետի դիմելն է։ Հա, չարժի մենակով դրա միջով ան։ Որտեվ այդ շատ ավելի լուրջ խնդիրների կարաբերի, քան ձեզ թվում է։ Ու նաև ներքևում վիդեոյի կնշենք հղումը հետծնդաբերական դեպրեսիայի հարցաշարը, որը ինքնալրացվող է, այսինքն եթե ունեք գոհարի նշած կետերը եւ անհանգստացնում են ձեզ այդ ամեն ինչը, կարող եք փորձել օրինակ հարցաշար լրացնել, հետո արդեն դիմել մասնագետի, անկախ նրանից թե ինչ կասի հարցաշարը, եթե ունեք ձեզ անհանգստացնող ինչ-որ կետեր, ապայման դիմեք մասնագետի, որպեսզի մենակ այդ նոր փուլում չլինեք։ Կողքից աջակցությունը միշտ հավելյալ ինչ-որ լավ կետ է ստեղծում այդ դժվար ճանապարհը անցնելիս։ Դարի ամփոփենք։ Հա, ինձ թվում է կարևորը նաև շատ լավ է որ կանայք սկսել են կիսվել, չգիտեմ, հղիանալուց սկսած մինչև ծննդաբերական, հետծննդաբերական ամենամանրամասն դժվարությունները, ֆիզիկական առումով հատկապես, որ չգիտեմ, պատրվածքները եւ այլն, պամպերս հագնելը, չգիտեմ, ոչ շմել ինչ որ հնարավոր է, ու դա կարծում եմ ավելի շատ ոչ թե վախեցնում է կամ կանանց հետ ապահում երեխա ունենալու ցանկությունից, այլ հակառակ ավելի ոնց որ կրթում է ու ինֆորմացիա տալիս, ու պատրաստում է, որ էս ու կարևորը պատրաստում է իրականությանը, որտեղ մինչև երեխա ունենալը հաճախ սենց կողքից մեսիջները, կողքից այդ ասելիքը մարդկանց ավելի շատ լինում է, որ այդ ինչ որ հրաշալի փուլ է, որը դու չես կարա դժվար տանես ու չես կարա չսիրես, բայց հետո երբ որ կինը ունենում է երեխային, իր մոտ է դժվար փուլն է, չի հասկանում, չի կատում եւ այլն, ու մեղքի զգացում ունենում, որ ինչի են ինձ ասել, որ էս սենց է, բայց ես սենց եմ զգում, մի բանի հետ ինչի ու այդ բարդացնում է, բայց երբ որ դու պատրաստ ես ու գիտես, որ հա դժվար է լինելու, հա քեզ շատ լավ է լինելու, բայց նաև կարա շատ դժվար լինի քեզ, ոնց որ իրականությանն ես պատրաստ։ Իսկ իմաստ էս ամեն ինչի իրականությանը ավելի մոտիկ լինելն է, որ դու ֆրուստրացիա չունենաս, տրավմատիզացիա չունենաս, որովհետև այնքան շատ են տրավմատիզացիաները այս փուլերում, մանավանդ ասենք ծննդաբերությունից հետո հիվանդանոցում, ես այդ թեման հիմա չեմ բացի, բայց հիվանդանոցից էպիզոդ լրիվ պրոստը ահա որ է, ես չգիտեմ, իհարկե կան հրաշալի մասնագետներ ոլորտում, հրաշալի բժիշկներ, հրաշալի հիվանդանոցներ, որոնք որ շատ հոգատար են վերաբերվում կանանց, որովհետև չգիտեմ, իմ համար իրոք նվիրված մասնագետ։ Հա, իրոք շատ լավեր կան, բայց մեկ-մեկ նենց բաներ ես լսում, կլինի թերապիայի ժամանակ, կլինի քո կյանքում եւ այլն, որ ապշում ես, թե ոնց կարելի է հղի կնոջ, ով շուտով պետքա ծննդաբերի, իր հանդեպ այդ տիպի վերաբերմունք, չի ինչ որ ծննդաբերելու ընթացքում հա, ասենք կոտրալ վրան ինչ-որ խոսել, մեղադրել։ Հա, ահա որ բաներ կա, ու ոչ մենակ Հայաստանում, դա չեմ տարբեր երկրներում կա։ Ահա որ ցավալի է, որ կարա մի մարդը մյուս մարդու հանդեպ տենց վերաբերմունք ունենա, այն մարդու, ով գտնվում է ամենախոցելի իր կյանքի փուլերից մեկում, չգիտեմ, մի խոսքով։ Մի խոսած այդ թեմայը։ Հա, так что հա, շատ խոսեք կանայք ջան, ձեր դժվարությունների մասին, մի նեղվեք կամ մի մտածեք, որ ձեզ այդ ինչ-որ բան նորմալ չի, եթե դուք չեք զգում են օրինակ ինչ-որ ոնց գոհարաս այդ կողքից ասում են, որ դե մոռանալու ես այդ դժվարությունները բանը։ Շատ ընկերություն։ Հա, շատ են։ Մոռացվելու է գնա զատո ինչ-որ տենց անմոռանալի ինչ-որ էմոցիաներ ունենալու, կարա այդ չլինի, հետո լինի։ Մի խոսքով բոլոր էմոցիաները լավ են, զգացեք ինչ որ պետք է, եթե զգում եք որ կարիք կա դիմեք մասնագետի եւ ընդունեք այն աջակցությունը, որը զգում եք որ պետք է ձեզ ու մարդիկ աջակցում են հենց նենց ոնց ձեզ է պետք։ Ու ես մի բան կուզեմ ասեմ, բայց կուզեմ դա կարդամ, որտեվ բառերը սիրուն գրել եմ։ Նայեք գրել եմ։ Մայրությունը շատերիս համար գեղեցիկ ու հրաշալի է։ Այդ սիրո, կապի, իմաստի ու շատ խորքայինի մասին է։ Ու դրան զուգահեռ դա կարա լինի շատ բարդ։ Բարդությունները չեն հակասում արժեքներին, հոգնածությունը չի հակասում սիրուն, իսկ աջակցումը չի դարձնում ձեզ վատը։ Եթե ձեզ հիմա բարդ է, ապա իմացեք, որ մենակ չեք։ Ձեզ լիքը սեր ու գրկիկներ, ձեր տոնը շնորհավոր, սիրելի, հարգելի, ուժեղ կանայք, ձեզ, այո, լիքը սեր ենք մաղթում,
ու հանգստություն ինքնավստահություն, կանեք հանգստանալ քնի նորմալ ռեժիմ, ու աջակցություն, որակյալ աջակցություն ենք մաղթում ձեզ։ Այո, այսքանը։ Ես օրինակ երեխա չեմ ուզում։ Ու Ես։ երբեք չեմ ուզել։ Իսկ դե դուք մտքեր ունեք։ Вообще нет։ Եկա նրան, որ մեկը ինչ որ սոլո ճամփորդություն ա դա, ու եթե ուզում, ոնց որ պիտի ճոգես, որ դու հենց ուզում ես դա, քո համար ես ուզում։ Տիպը դաժե եթե ամուսինդ, գիտեմ, սարերա խոստանում, գիտես, որ full իրա վրա կվերցնի եւ այլն, փաստացի դու ես այդ բանի միջով անցնում էլի։ Դու ես հղիանում, դու ես ծնդաբերում։ Պարբոմու, եթե չես կերակրում, դի վերականգնվես, ու այդ որ դու մեր ես, ու խոսքի եթե օրինակ բաժանվում եք, երեխուց, գիտեմ, շատ քիչ դեպքեր անում, չէ՞ որ հոր հետ ամնում, բայց երբ որ մայրը կա ողջ է։ Օրինակ ես միշտ մտածում եմ, որ եթե չեմ ուզում երեխա, ենթադրում եմ, որ եթե բաժանվեմ, երեխուն կտամ ամուսին։ Ես եթե մտածում եմ, որ ոնց կարող ես իմ երեխուն չես կարող։ հատկապես որ գիպերկոնտրոլ ունես ու Չես կարող։ տենում ես, ասենք ոնց են Շանը չես տա։ հա, չէ, շանը, այսքան ժամանակ ոչ մեկի մոտ չենք թողել, ասենք։ Հաստատ չէ։ Կատուներին հələ մամայի, քուրիկի մոտ այնց թողնում եմ, որտեղ ծանոթ են գիտեն եւ այլն։ Բայց շանը ես եմ դժվար։ Չէ, չես կարող դաս ուրիշին։ Ուրիշ չէ, պապային իրա։ Այդ սովայի հետ համաձայն եմ իրականում։ Կարող է մեր հասարակությունից հա մեր սաղի դաստիարակությունից հա տենց։ Պրոցեսը կարևոր է էլի որ պապան օգնողը չի, պապան հավասար ծնողա, բայց մենք տենց շատ ասում ենք, բայց երևի մենք այդպես չենք ընկալում։ Ինձ թվում է մեր սերունդը նոր այդ օգնել բառը սկսել ենք փոխել։ Հա, ինձ թվում է որ մեր սերունդն էլ ամեն դեպքում ինչքան ասես, մեկը քո ընկալում է սիտուացիային ավելի օգնողնա ոչ թե հավասարը, հա։ Ես իմ կարող նրանց որ միևնույն է զուտ ֆիզիկապես չեն կարող, միշտ չի որ կարողանում են կամ հաճախ չեն կարողանում պրոստը մասնակցել են իմաստով որ ասեն կինը դեմ տանը որ երեխուն պահի այդ նորածին փուլում, ամուսինը գնում աշխատանքի որ տուփը փող ունենան ու ավտոմատ ստացվում է որ այնքան ներգրավված չի միգուցե դաժե ոնց ինքը կուզեր, կարող է շատ ուզում է, բայց կարող է։ Չգիտեմ, էսի բարդ հարց է։ Նկատել եմ որ դեպքեր կան, որ օրինակ նույնիսկ արդեն օրինակ որ տանը կան լիքը կանայք, ավտոմատ ոնց որ տղամարդուն դաժե չթողնեն մասնակցի։ Էդի հա։ Ու դե տղամարդը, չգիտեմ, բազմակի փորձեր անելուց հետո էլ ոնց որ հանձնվում է, պրոստը տենց մնում է ինչ-որ ռեսուրս ապահովող դերում։ Կարող լինի։ Տենց հետո երեխան մեծանում է ու մտածում է խի խոսքի իմ պապան իմ կյանքում չկար։ Բայց ասկի եթե պապայի մեղքը, հա կարող է ինչ-որ մասը, բայց չի պայքարը միջավեր։ Տվեք իմ երեխունին։ Չգիտեմ, էսնես դժվար հարց է, երևի ահավոր տարբեր։ Ինդիվիդուալ շատ կոնտեքստ բանով, կոնտեքստից կախված։ Դե դրա համար մի ակնթանուր բանը, որ բոլորի մոտ կարող լինի, այդ կնոջ մայրանալուց հետո բարդություններն է, որ երևի ինչքան էլ ուզես, մամա դառնաս, ահա որ շատ ուզես, մեկը բարդա, որտեվ զուտ չքնելը, ժամանակ չունենալը, ու այդ նորությունը, հոգնածությունը քեզ ուղղակի սպառում է ու դու կարիք ունես հանգստանալու, վերականգնվելու, բայց դրա ժամանակը չունես, մի խոսքով ինչ-որ ամեն մի տարիք իր փուլը ունի ու յուրահատուկ ամեն դեպքում, շատ յուրահատուկ կյանքի փուլ է, որ իրենց ենթադրում ադապտացիա։ Հա, ինձ թվում է պետք է ուզես շոտկի։ Հաստատ, ուզես ու գիտակցես, որ դժվար է լինել ու դու դա ընդունես, որ գոնե հետո երբ որ արդեն դժվար է դու ասես որ ես գիտեի, ուզել եմ, ես գիտակցել եմ որ դժվար, գուցե չէի պատկերացնում որ էս տիպի, բայց չեն գրում որտեվ ընտրել ես դու։ Ոնց օրինակ հարաբերություններ որ չգիտեմ, նո շատ այդքան էլ համատելու չի, բայց այդ ընտրության պահը որ ամեն օր ընտրում ես մնալ քո զույգի հետ, իշխանալ որ դժվար է։ Այո, մոնոգամ հարաբերություններում ընտրում ես ամեն օր իրան չհանձնել։ Բայց как понять, что вы хорошая мать, ваш ребенок не в детдоме, вы помните его имя. Всё, вы хорошая мать. Ну, приблизительно тенца.